Բարիք ես գիշեր, սիրելի հայրենակիցներ, հայ ժողովուրդ, ֆեյսբուքյան ընկերներ, տիկտոկյան հետևորդներ, յութուբյան հետևորդներ։ Ես ուզեցա ձեզ տեղեկացնեմ, որ մի հատ աբսուրդ բան է տեղի ունեցել դրա վերաբերյալ։ Ուրեմն ամսի 6-ին, այսօր արդեն ժամը ֆռաց, ամսի 10-ն է, ամսի 6-ին գնացել էի Երևանի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական կոմիտե, որպեսզի պարզեի, թե քննիչից ինչն է պատճառը, որ կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ես իմ տեղեկություններով ճշտել էի, որ ուրբաթ օրը պատրաստ է եղել, այսինքն առողջապահության նախարարության գործագիտական կենտրոնից ճշտել էի, որ արդեն պատրաստ է և ուզեցա ճշտեմ քննիչից, թե ինչն է պատճառը, որ ուրեմն չեն գնացել, չեն վերցրել, դա քննիչն է գնում վերցնում այդ եզրակացությունը և ուզեցա այդ որոշման ուրեմն մասին տեղեկանալ։ Ուրեմն գնալով Երևանի քննչական կոմիտե, նորից ինձ քննիչը չէր ընդունում, ես այդ կապակցությամբ կապնվեցի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մամլո քարտուղարի, մամլո խոսնակի հետ, այսինքն տիկին Կիմա Ավդալյանի հետ, համակարգության միջոցով և տեղեկացրեցի, որ ինձ ևս չեն ընդունում, այս անգամ ևս։ Հետ պատասխան գրությանս ասեցին ընդեղից, որ հեսա պարզենք ինչու նախնդիր է, կարգավորենք։ Մոտավորապես 10 րոպե չէր անցել, ուրեմն ինձ թույլ տվեցին ես բարձրանամ վերև։ Ես գիտեի, որ գնալու եմ քննչական կոմիտեի քննիչի Նարեն Ազարյանի մոտ, բայց ինձ վերևում դիմավորեց ուրեմն Երևանի քննչականի պետի տեղակալ Ռաֆայել Հակոբյանը, որին ես առաջին անգամ էի ճանաչում, նոր էր նշանակվել պաշտոնի, թե ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնն էր ստանձնում, շատ բարեմաբույր, շատ դրական ընդունեց լավ վերաբերմունքով, ուրեմն զրուցում էինք իր կաբինետում և վարույթի շրջանակների վերաբերյալ, թե ինչ խնդիր կա առհասարակ վարույթի հետ կապված, Արման ջան, ինչ բողոքում ես կամ ինչն է գանգատը կամ ինչ ընթացքի մեջ է, պատմի, ես պատմում էի վարույթի շրջանակներում տեղի ունեցած այս 9 ամիսների ընթացքում առհասարակ, այսինքն 2 վարույթների հետ կապված, որ մի գործով ես տուժող եմ հանդիսանում, կինս մեղադրյալ, մյուս վարույթով էլ ես մեղադրյալ, կինս տուժող, բայց 2 վարույթներն են նույն գործի շրջանակներում։ Ուրեմն այդ զրույցի ընթացքում, որը մոտավորապես մի 20-25 րոպե էր, որ զրուցում էինք, թե կես ժամ մոտավորապես, 2 անձնավորություն են ներս մտնում Ռաֆայել Հակոբյանի գրասենյակ, Երևանի քննչականի պետի տեղակալի գրասենյակ, պարզվում է, որ նրանք ոստիկանության, Աջափնյակի ոստիկանության, ուրեմն օպերներ են, ոստիկաններ են։ Բարև ձեզ Արման ջան, բան ասում, բարև ձեզ, բա մենք Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ոստիկանության բաժնից ենք, ունենք ձերբակալման որոշում Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական կոմիտեի քննիչ Արթուր Պապոյանի որոշումով, անհապաղ ձերբակալման որոշումով, խնդրում եմ մեր հետ եկեք գնանք, և այդ ընթացքում ես իրանց հարց եմ տալիս, ասում եմ, բա դուք ինձ պետք է ծանոթացեիք այդ մասին, այսինքն չեք ծանոթացել, ասում եմ, որոշումը հեռախոսի մեջ ցույց է տալիս, ասում եմ, որոշումը հեռախոսի մեջ է, հիմա կարանք սերոքս անենք տանք, ասում եմ, ընթացակարգը այդպես չի, որ սերոքս անեք տաք, դուք պետք է ծանոթացեք քաղաքացուն, որ ինքը
ուրեմն ծանուցվի եւ ըստ 100 պատշաճի ուրեմն ներկայանա ոստիկանության բաժին կամ որտեղ որ պետքա ներկայանա։ Հիմա ասում դուք սահմանադրության 58 հոդված եք խախտում։ Դուք ինձ պետք է ծանոթացեք, օրվա 24 ժամ անցնի, եթե ես չգամ չներկայանամ, նորից կարող գաք բերման ենթարկեք։ Հիմա դուք ձերբակալում եք, ասում եք դուրսը որ մի բանումա մարդուն ձերբակալում են, ասում եք դուրսը դեպք տեղի ունենա, դեպքի ժամանակ ոստիկանությունը ձերբակալի, դա ուրիշ է, բայց դուք գաք առանց ոչ մի բանի բանավոր ասեք դուք ձերբակալված եք ու ասում եմ լավ ինչի համար եմ ձերբակալված, ասում եմ ինչ որ դատարանի դիմաց ուղիղ եթեր եք արել ամսի 30-ին։ Նախ ամսի 30-ին չի եղել է ամսի 29-ին դատական նիստի օրը հուլիսի 29-ին ուղղակի YouTube-յան էջն են նայել, ուրեմն այդ էջում ամսի 30-ը գրած ամսաթիվը, երևի դա է եղել պատճառը, որ ասում են ամսի 30-ին, բայց ամսի 29-ն է եղել դատական նիստը, որը հետաձգվեց սեպտեմբերի 14-ին, եւ այդ նիստի կապակցությամբ, որ ես դուրս եմ եկել, ուրեմն դատարանի դիմաց ուղիղ եթեր եմ մտել, այդ եթերի կապակցությամբ ուրեմն իրանք եկել են ինձ ձերբակալեն, բայց արդեն եկել են ամսի 6-ին, օգոստոսի 6-ին, այսինքն եթերը ես մտել եմ հուլիսի 29-ին, իրանք եկել են օգոստոսի 6-ին ինձ ձերբակալելու։ Շինծու ձերբակալություն։ 1. Շինծու ապօրինի ուրեմն քրեական հետապնդում են հարուցել, վարույթ են նախաձեռնել, հասկանում եք, խուլիգանության ուրեմն բանով, հոդվածով։ Սա ուղղակի արդեն բոլոր չափերը անցնում է, հասկանում եք։ Այս ինչ խայտարակություն է։ Էսում պատվերն է։ Նախ առաջինը ասում եմ լավ ինչի համար։ Սեռական բնույթի ասում է հայոյանք եք տվել։ Նախ ովքեր որ գրագիտության հետ կապված խնդիր ունեն կամ իրենց ցենզի հետ կապված, կարող եմ իրենց բացատրել։ Այդ եթերի մեջ սեռական բնույթի հայոյան գոյություն չունի։ Սիրելի ժողովուրդ, կարող եք դուք ինքներդ դնել եւ այդ եթերը ունկնդրել, նայել, տեսնել։ Սիրելի պատկան մարմիններ, կարող եք դուք դնել ինքներդ ուրեմն այդ եթերը նայել, տեսնել այնտեղ սեռական բնույթի հայոյան գոյություն ունի թե չունի։ 1. Երկրորդը այն բառերը, որը որ այդ եթերի ժամանակ ասվել է, որը դիտարկվել է եւ որակավորվել է, չգիտեմ ինչ որակումներով, որ դա սեռական բնույթի հայոյանք է, ուղղված չի եղել ոչ դատախազությանը, ոչ դատավորին, ոչ դատախազին, ոչ դատարանին, ոչ դատավորին, ոչ էլ որևիցե մի պետական ուրեմն մարմնին կամ իրավասու մարմնին կամ առհասարակ։ Այդ խոսքերը ուղղված են եղել հանցագործին եւ հանցագործներին եւ նրանց արագ պատասխանատվության դաշտ բերելուն։ Ուրեմն այդ բառերը ցիտ եմ հիմա։ Եթերի ժամանակ օգտագործվել է բոզ բառը։ Ուրեմն բոզ բառի նշանակությունը, եթե չգիտեք, կարող եք գուգլել եւ Google-ում իմանալ, Վիկիպեդիայում իմանալ։ Բոզ նշանակում է բարոյական օրենքներից զուրկ։ Մի հատ եմ կրկնում։ Այն մարդիկ, ովքեր որ պրոբլեմ ունեն, խնդիր ունեն հասկացողության կամ չգիտեմ, գրագետ չեն կամ չեն իմանում, ուրեմն իմացեք։ Բոզ նշանակում է բարոյական օրենքներից զուրկ։ Բոզի նշանակում է կարմիր, օրինակ ասում եմ, բոզի պամադա է սկսե, շրթներկ, կամ բոզի նշանակում է ի վերջում, այսինքն բան, մոխրագույն նաև։ Այսինքն բոզ բառը դա սեռական բնույթի բառ չի, որ միատել որպես հայոյանք դիտարկվի։ Այդ մեկ, այս ընդգծենք, եւ երկրորդը իմ բառը եղել է հետեւյալը. հանցագործ բոզի տղեկին։ Հանցագործ բոզի տղեկին, 2 անգամ, եթերի ժամանակ, որը նորից
անդրադառնում եմ եւ ընդգծում եմ, որ սեռական բնույթի բառ չի, գրական բառ է եւ ուղղորդված է եղել միայն ու միայն հանցագործներին։ Կարող եք ինքներդ դնել, նորից նայել այդ եթերը։ Հիմա երկրորդ բառն ենք անդրադառնում, որը նորից հանցագործներին է ուղղորդված եղել։ Ղախպա բառը։ Ուրեմն ղախպա բառը դա նորից սեռական բնույթի հայոյանք չի։ Հիմա արեք հասկանանք, թե ղախպա ինչա նշանակում։ Ղախպա նշանակում է ղազագրին, ղազագրին, աջակցող, խորանի, պետական այր, ղախպա, ղազագրին, մի հատ էլ եմ կրկնում, աջակցող, խորանի, պետական այր, նշանակում է ղախպա, ասել եմ ղախպի տղեկը, որը նորից ուղղորդված է եղել հանցագործներին։ Հիմա այս եթերը ուրեմն նայելով, չգիտես ինչու, ուրեմն քնիչ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քնիչ Արթուր Պապոյանը որոշում է կայացրել իր վերադասության հետ քննարկման միջոցով, ինչպես նաեւ, չգիտեմ ով է հսկող դատախազը, հսկող դատախազի հետ միասին, որ այս եթերը սեռական բնույթի հայոյանքներ պարունակող եթեր է եւ հիմա ես ուրեմն բանը կարդամ, էլի ուրեմն նայեք, մի հատ էս եկքամեծ դավթար է, ստեղ նայեք։ Հələ էս դավթարը նայեք։ Մի հատ գործ է կարվել շինծու իմ վրա, որ իրոք դժը խնդալու էլ չի, լացելու է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի անունը, վարկանիշը, հեղինակությունը հետ խաղալը։ Էս աստիճան, հա? Էս չհասկացանք, էս ինչ ենք դուք էս ինչ եք անում։ Հիմա կարդում եմ, լսեք, որոշում, մեղադրյալի նկատմամբ, հələ մեկ ստեղ նայեք, գիրք են մի հատ գրել, գործ են կարել, այսպես էս հաստությամբ։ Մոտորապես հեսա գեցան չէ՞, մոտորապես, մոտս է, բան կանեմ, հեսա կասեմ, քանի թերթից բաղկացած։ Որոշում, մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին։ 0708-2026 Բայց ինձ ամսի 6-ին են ձերբակալել, օգոստոսի 6-ին։ Էս օգոստոսի 7-ի վրա է արդեն գրված։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ առաջին դասի խորհրդական Արթուր Պապոյանս վերանայելով թիվ 10-80-72-26 քրեական վարույթի նյութերը պարզեցի գործի դատավարական նախապատմությունը 2026 թվականի հուլիսի 30-ին, բայց հուլիսի 30-ին չի եղել, եղել է հուլիսի 29-ին, ուղղակի հուլիսի 30-ը գրած YouTube-ի մեջ, ուսումնասիրության է ենթարկվել Արման Գալստյան YouTube-յան կայքեջը, որտեղ հրապարակված է եղել տեսաձայնագրություն, որում երևում է, որ Արման Ալբերտի Գալստյանը Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի 40-րդ հասցեի մոտ ակնհայտ հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ առհամարական վերաբերմունք է ցուցաբերել։ Դատարանի դիմաց։ Ինչ հասարակություն, մի հոգի ձևի համար մարդ չի եղել դատարանի դիմաց։ Մենակ ես եմ եղել, մեկ է դատարանի շենքը։ Մեկ էլ այդ ընթացքում բանը, հանրային պաշտպանը դատարանից դուրս եկավ, գնում էր նստել իր մեքենան։ Անհարգալից կամ մի րոպե առհամարական վերաբերմունք է ցուցաբերել, որը դրսևորվել է համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորը խախտելով, լսեք, մարդկանց անդորը խախտելով, կամ նույն եղանակներով հասարակության բնականon աշխատանքը կամ երթևեկության կանոնները խոչընդոտելով։ Մեղակ ես Տեր Աստված, երթևեկությունը ինչ կապ ունի դատարանի հետ, դատարանի դիմաց, դատարանն ուր, երթևեկությունն ուր։ Դատարանի դիմաց կանգնած եմ, հələ մեկ գնացեք Աջափնյակի դատարան։
ժողովուրդ ջան։ Դատարանն ուր, շոշ ուր, երթևեկությունն ուր։ Ասենք դատարանի դռան դեմից միջև շոշը երևի մի 100 մետր է հեռավորությունը։ Մի ֆուտբոլի դաշտ։ Հա, շարունակեմ։ Աշխատանքը կամ երթևեկությունն կանոնները խոչընդոտելով։ Դեպքի արդիվ 30/07/2026 թվականին Հայաստան Հանրապետության քննչական կոմիտեի ոշմ ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է թիվ 10 80 72 26 քրեական վարույթը։ 2026 թվականի օգոստոսի 1-ին 10-10-72-26 քրեական վարույթի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից, այսինքն ես էլ ուրիշ համարի վարույթ է, հələ նայեք համարն էլ չի համապատասխանում, ստել 10-10-72-26-ը, ընդեղ 10-80-72-26-ը, ստեղ 10-10-72-26 քրեական վարույթի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից վարույթի նյութերի հիման վրա որոշում է կայացվել Արման Գալստյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ 2026 թվականի օգոստոսի 6-ին ժամը 17:20-ին Արման Գալստյանը ձերբակալվել է։ Այսինքն 5:20-ին։ Նայեք, ստեղ 5:20-ը գրած։ Բայց ժամը 6-ին է եղել։ Այնուհետև ներկայացվել է վարույթ իրականացնող մարմնին։ 2026 թվականի օգոստոսի 6-ին ժամը 20:40-ին Արման Գալստյանին ներկայացվել է մեղադրանք։ Որպես մեղադրյալ ներգրաված անձի բնութագիրը։ Հա, այսի իմ հասցեն բանն է գրված ստեղ։ Հասցե ծննդյան թիվ մի խոսքով։ Երբ եմ ծնվել, որտեղ եմ գրանցված։ Հա, մեղադրյալի բովանդակությունը քրեական օրենսգրքով մի րոպե։ Հա, ահա, մեղադրանքի բովանդակությունը, հա, քրեական օրենսգրքով նախատեսված պատժի սպառնալիքով արգելված մեղավորությամբ կատարված հանրորեն վտանգավոր, լսեք, հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2026 թվականի հուլիսի 29-ին, ստեղ էլ հուլիսի 29-ին, նայել է, ընդեղ 30-ը գրած, ստեղ 29-ին, գտնվելով քաղաք Երևան Նազարբեկյան թաղամաս, ասիկ չի համապատասխանում դաժե օրերը, չեն կողմնորոշ օրերը ճիշտ գրեն, 29-ին գտնվելով քաղաք Երևան Նազարբեկյան թաղամաս 40 հասցեում, գտնվող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ 1 նստավայրի դիմաց հատվածում տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաներն օգտագործելով այն է YouTube կայքում Արման Գալստյան անվան բացված իր անձնական էջի միջոցով տարբեր անձանց հասցեին, լսի անձանց, որևիցե մի անձնավորության անուն բացեք ուղիղ եթերը նայեք, չի տրվել։ Տարբեր անձանց հասցեին, նայ, սուտ շինցու գործ, նայեք, կարված գործ։ Տարբեր անձանց հասցեին տարածել է հայոյանքներ։ Ասենք դուք խաղ չունեք, ես ինչ եք գրել, ինչ տարբեր անձանց հասցեին։ Ինչ անձ, մի հատ բացեք այդ եթերը նայեք, որևիցե մի անձի մասին, անուն, ուղված, անձնավորված մեկի մասին բան խոսացվում է։ Ասում է հանցագործներ։ Ինչ անձի մասին եք դուք խոսում։ Շարունակեմ կարդալը, շինցու գործը, նայեք, կարված։ Նստավայրի դիմաց մի րոպե, հեսա տողը գտնեմ, տարբեր անձանց հասցեին տարածել է հայոյանքներ պարունակող անպարկեշտ բնույթի արտահայտություններ, ինչը հասանելի է դարձել հասարակության անորոշ շրջանակի, այդ կերպ վերջինիս հասարակության նկատմամբ ցուցաբերել է անհարգալից, իսկ իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք։ Այսինքն Արման Ալբերտի Գալստյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ներկայացված մեղադրանքում Արման Գալստյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ հրաժարվել է ցուցմունք տալ եւ որևէ հարցերի պատասխանել։ Հիմնավոր կասկած
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից մի շարք գործերով Ճուղուրյանի վերաբերյալ 2007 թվականի օգոստոսի 30-ին թիվ VB 132.07 Հովսեփյանի վերաբերյալ 2010 թվականի մարտի 26-ին թիվ ԵԿԴ 0633-0609 եւ այլ որոշումները արտահայտած իրավական դիրքորոշումների ընդհանրական վերլուծությունից հետևում է, որ կալանավորումը քրեական գործերի քննության ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստն է։ Այն առավելագույն չափով սահմանափակում է մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, այդ թվում այնպիսի կարևոր իրավունք, ինչպիսի ազատության եւ անձեռնամխելիության իրավունքն է։ Կալանավորման էությունն անձին հասարակությունից մեկուսացնելն է, ինչպես ցանկացած այլ խափանման միջոց։ Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կիրառվում է քրեական գործի քննության ընթացքում նրա ոչ պատշաճ վարքագիծը այն գործողությունները, որոնք ուղղված են քննությունից եւ դատից թաքնվելուն, գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելուն, ինչպես նաեւ հանցավոր գործունեությունը շարունակելուն, կանխելու նպատակով, այսինքն կալանավորման կիրառումը նպատակ է հետապնդում քրեական գործով վարույթի ընթացքում կանխել անձին ոչ իրավաչափ վարքագիծը։ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը V. Գևորգյանի վերաբերյալ գործով կայացված որոշմամբ անդրադառնալով հանցագործության կատարած լինելու հիմնավոր կասկած եզրույթին իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ օրենսդրական նման ձևակերպումը չի ենթադրում, որ մեղադրյալի մեղավորությունը հաստատված է համարելու համար անհրաժեշտ է ունենալ հանցանքը տվյալ անձի կողմից կատարված լինելու բավարար ապացույցներ, ինչը ավելի բարձր ապացուցողական չափանիշ է։ Վճռաբեկ դատարանը գտել է, որ կասկածը հիմնավոր կհամարվի նաև ենթադրյալ հանցագործության հետ կասկածվող անձի օբյեկտիվ կապը հաստատող որոշակի տեղեկությունների ու փաստերի առկայության դեպքում, ընդ որում անհրաժեշտ է ունենալ նաև բավարար հիմքեր եզրակացնելու, որ դեպքը իրադարձությունը համընկնում է այն ենթադրյալ հանցանքի, որի կատարման մեջ անձը կասկածվում է։ Ու սենց նախադեպեր, օրինակներ աբերած 2011 թվականից մեկ ուրիշ մի գործով, սենց ինչ-որ վճռաբեկ դատարանի մարդու իրավունքների հետ կապված բաների, սենց ինչ-որ, սենց մի հատ գիրք ա գրված ստե, մի քանի էջանոց, լստե, թերթում եմ, նայեք հլը, քանի թերթանոց, էս ինչ ա, United Kingdom, 1994 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, Գանգատ թիվ եսիմի, ինչ ու այս սենց ինչ-որ օրինակներով բանով, սենց բերված, ստեղ վերջում խափանման միջոց կիրառելու հիմքեր եւ հիմնավորումները։ Սահմանադրության կոնվենցիայի 5-րդ հոդվածի առաջին կետի G ենթակետի վերլուծությունից հետևում է, որ անձի կալանավորումը կհամարվի օրինական եւ հիմնավորված միայն այն դեպքում, երբ հաստատվի անձի առնչությունը իրեն մեղսագրվող հանցագործության կատարած լինելու հիմնավոր կասկածը, ու այսենց էլի բացատրում է, էլի, քեզ թե ինչի համար ինչ ոնց, այսենց մի հատ մոտավորապես մի քանի սենց, ինչ մի քանի, այդ է ցավոտ անեմ, իրոք էսա ասեմ, երևի 10 քանի թերթանոց այսպես մի հատ բանա գիրք հստե գրած, թեև սպառնացող պատիժը, չգիտեմ եսի ինչ 92 թվականի օգոստոսի 27-ին Ջարզինսկի Փոլանդի գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ին որոշումներով, որն օրինաչափ է համարվել մասնավորապես, լսեք ցանդաբելու բանը, լստե տեսեք։ Այսպես մի հատ գործ է կարվել, նայեք հլը, կատարել են, այ քեզի բանը, այսպես մի աշխարհ գրված, մեկ է գալիս է ստեղ։ Մի րոպե, հիմա իմ էջին, ասա ինձ է վերաբերվում այսքանը, մի րոպե։ Մի վարքյան։ Քրեական վարույթի առկա է փաստական տվյալներով հաստատված է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ եմ արդեն պատկերացնեք, մեղադրյալ Արման Ալբերտի Գալստյանը կատարել է իրեն մեղսագրվող հանցավոր արարքը քրեական վարույթում առկա ապացույցների հիման վրա, հնարավոր է ողջամիտ ենթադրություններ կատարել այն մասին,
Արման Գալստյանը հայտնվելով ազատության մեջ կարող է կատարել նոր հանցանք, yani ես հանցանք եմ կատարել, որ մատել նոր հանցանք, այսինքն ես եթերի մասին ամբողջական խոսքը հասկանում եք, նոր հանցանք, երկրորդը փախուստի դիմել, ասենք սեկտը վրես փագա, էլի, մեկ, ես 9 ամիսա չեմ կարող դուրս գամ երկրից մեկ, երկրորդը ես ուր փախնելն ուր, կարող է փախուստի դիմել, հա, եթեր դուրս գալու համար դի փախուստի դիմեմ, կարող է փախուստի դիմել, երրորդը չկատարել իր վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունները։ Համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 43-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրելը պարտավոր է ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի հրավերով, երկրորդը վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական զննման, մատնադրոշմանը, անձնական խուզարկության, քննման եւ փորձաքննության լուսանկարվել կամ փորձաքննության համար հանձնեցուցիչ օրենսգրքով նախատեսված նմուշներ, չխոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում ապօրինի չմիջամտել ապացուցման գործընթացին, այլ վայր մեկնելիս վարույթի իրականացնող մարմնի նախապես տեղեկացնել իր գտնվելու նոր վայրի եւ իր հետ հաղորդակցվելու միջոցների մասին, ենթարկվել վարույթ իրականացնող մարմնի կարգադրությունների դատական նիստերի կարգին, նախաքննական մարմինը հաշվի է առնում, որ առկա է ողջամիտ ենթադրություն, որ մեղադրել Արման Գալստյանը, այսի բանը էլի քո պարտականություններն ասում, հետո ասում մեղադրել Արման Գալստյանը ազատության մեջ գտնվելով մեղադրել Արման Գալստյանը կարող է դիմել փախուստի, մեղադրելի փախուստի դիմելու վտանգը պայմանավորված է վերջինիս նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման առկայությամբ, իրեն մեղսագրվող հանցանքի ծանրությամբ, պատկերացնում եք ուղիղ եթերից, ես հանցանք եմ կատարել, ինձ մեղսագրվող ծանրությամբ հանցանք եմ կատարել, բոզ եւ ղախպա բառերն եմ օգտագործել եթերից հանցագործների վերաբերյալ, մի հատ մտեք ես վերջի եթերս նայեք, որ ասել եմ հանցագործ բոզի տղեկին, շատ ծանր հանցանք է Արման Գալստյանը ուրեմն արել էր, սիրելի ժողովուրդ, պատկերացրիք, հա, ծանրությամբ, հետեւաբար նա նաեւ ակնկալվող պատժի խստությամբ, արարքի բնույթով ու հանրային վտանգավորության աստիճանով, հանրային վտանգավորություն կա այդ եթերից, պատկերացրիք, մասնավորապես այն, որ իր արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն, որի համար սահմանված է առավելագույնս 5 տարի ժամկետով պատիժ ազատազրկման ձևով։ Արման Գալստյանին մեղսագրվում է տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով հասարակության անորոշ շրջանակի համար հասանելի եղանակով հայհոյանքներ պարունակող անպարկեշտ եւ վիրավորական արտահայտություններ տարածելը, այդ թվում դատարանի շենքի ուղղությամբ բազմիցս սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելը։ Ասեք պատկերացնեք, սուտել կա, գործ կարել կա, գործ կարել կա։ Հələ մի հատ բացեք այդ դատարանի ելույթը, իմ նայեք ես Իշ դատարանին ես հայոյում եմ, կամ դատախազին հայոյում եմ, կամ դատախազության, կամ որևիցե մի պատկան մարմին, կամ որևիցե մի անձի կոնկրետ անձնավորված կամ անունը տրված։ Ասում հանցագործ բոզի տղեկը։ Էլի եմ ասում հանցագործ բոզի տղեկը։ Ուզում եք մի հատ էլ ասեմ հանցագործ բոզի տղեկը։ Այ քեզի բան։ Հիմա թերթեմ, գնացինք մյուս թերթին։ Անպարկեշտ ժեստ ցուցադրելը։ Նորից բոլորի ուշադրությունը հրավիրում եմ այդ եթերին, բացեք նայեք, ես ինչ անպարկեշտ ժեստ եմ ցուցադրել։ Ու գտեք այդ եթերի մեջ իմ անպարկեշտ ժեստը։ Կուզեք մի անգամ նայեք, կուզեք 100 անգամ նայեք, հələ մի հատ նայեք, ես անպարկեշտ որևիցե մի ժեստ օգտագործել եմ այդ ուղղությամբ։ Հիմա շարունակեմ։ Անպարկեշտ ժեստ ցուցադրելը ինչը վկայում է իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ նրա բացահայտ արհամարհական վերաբերմունքի մասին։ Հաշվի առնելով վերոգրյալը առկա է հիմնավոր ենթադրություն, որ ազատության մեջ մնալու դեպքում Արման Ալբերտի Գալստյանը կարող է դիմել փախուստի։ Մեղադրել Արման Գալստյանը գտնվելով ազատության մեջ կարող է կատարել հանցանք, մեղադրյալի կողմից նոր հանցագործություն կատարելու վտանգը պայմանավորված է վերջինիս դրսևորած վարքագծով,
արարքի կատարման եղանակով եւ հասարակական կարգի ու իրավական նորմերի նկատմամբ ունեցած վերաբերմունքով։ Մասնավորապես Արման Գալստյանի գտնվելով Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամաս 40 հասցեում գտնվող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի աջափնյակ 1 նստավայրի դիմացի հատվածում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իր կողմից ղեկավարվող Արման Գալստյան անվամբ YouTube-յան էջի միջոցով հրապարակել է տեսանյութ, որում հնչեցրել է հայհոյանքներ պարունակող անպարկեշտ եւ վիրավորական արտահայտություններ, ինչպես նաեւ դատարանի շենքի ուղղությամբ կատարել է անպարկեշտ ժեստ։ Ոչ անպարկեշտ ժեստ եմ կատարել դատարանի ուղղությամբ, ոչ սեռական բնույթի հայհոյանք եմ տվել, ոչ էլ որևէ մեկին այդ իմ ասած այդ ցիտեցի բոզ եւ բոզի տղա կամ ղախպի տղա բառերը ուղղված են եղել որևիցե մեկին, ուղղված է եղել հանցագործ բոզի տղեկին, հանցագործ ղախպի տղեկին։ Նորից եմ ուղղում հանցագործ բոզի տղեկին, հանցագործ ղախպի տղեկին։ Եվ բոզ բառի նշանակությունն էլ ուրեմն ձեր հետ կիսվեցի, ղախպա բառի ուրեմն նշանակությունն է ձեր հետ կիսվեցի։ Էսի էս մասով Ուրեմն սրանով ինչ են անում, նայեք, ուրեմն ինձ ամսի 6-ին, օգոստոսի 6-ին, այսինքն այդ եղել է հուլիսի 29-ին, ինձ օգոստոսի 6-ին քննչականի պետի տեղակալի կաբինետից, գրասենյակից, Էրեբունու քննչականի պետի տեղակալի կաբինետից, ինձ ուրեմն ձերբակալման որոշումով արդեն Արթուր Պապոյանի աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննիչ Արթուր Պապոյանի որոշումով, դե Արթուր Պապոյանն էլ ինքնագլուխ չի որոշում կայացրել։ Որոշումը կայացրել է դատախազի հսկող դատախազի հետ միասին, թե իմի ով է հսկող դատախազը, ես տեղյակ չեմ։ Բայց կպարզենք ով է հսկող դատախազը։ Որոշ պատվիրատուն էլ կպարզենք ով այդ պատվերը տվե։ Ասել են մի հատ ծսկրցրեք, բերանը փագեք, մի հատ բան արեք։ Ասում է մենք սկզբից ուզում ենք վարչականով լինել, ասում է, որ բան անենք, վարչական դնեինք, երևի տուգանքի չափ կամ ինչ-որ մի բան, հետո ասում է բան անենք, սահմանափակենք, այսինքն թույլ չտային, որ ես եթեր մտնեի, ուղի եթերներ անեի։ Բայց ասում է չգիտես ինչի, վերջում ասում է բան արեցին, ասեցին բան արեք, խափանամիջոցը փոխեք կալանավորում, 2 ամսյա կալանք։ Այսինքն ինձ կալանավորեին տանեին կամ Սովետաշեն կլոր կամ բան, Չոբանկյարայի Բերդ, Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Պատկերացնում եք, աբսուրդը պատկերացնում եք դուք, այս աստիճանի, ուրեմն 9 ամիս իմ երեխեքին առևանգեն տանեն, իմ տունը քայքայեն, իմ ընտանիքը քանդեն։ Փոխանակ դուք, իմ 7 անչափահաս, մանկահասակ, արա, իմ երեխեքի մասին մտածեք։ Իմ ընտանիքի վերամիավորման մասին մտածեք, իմ ընտանիքի անվտանգության մասին մտածեք, որ մի ժամ շուտ իմ ընտանիքը իմ կողքը լինի, որ ինձ այս հոգեհուզական, այս ծայրաստիճան ծայրահեղ վիճակների մեջից հանեք, որ իմ երեխեքին անվտանգ դաշտ բերեք, որտեղ պատերազմի դաշտում են իմ երեխեքս, այսինքն Ռուսաստանի դաշնությունում են, Ռուսաստանի դաշնությունում էլ 24 ժամ պատերազմա, օրեկան սաղ ռսները փախել են, եկել են Հայաստան, ստե, մարդիկ Ռուսաստանից են փախնում գալի։ Դուք բռնում Արմանի վրա, որ Արմանը բողոքում է, գանգատվում է ձգձգումներից, դատականիստերի ձգձգումներից, այդ հանցագործներին, որոնք իմ կնոջը այդ վիճակների մեջ են բերել, որ իմ կնոջի իմ երեխեքին ուրեմն կազմակերպել են, գծել են այս սցենարը, նախորոք, ոնց գծագիր անեն, տանեն, փախցնեն, տանեն Ռուսաստան, հա, Արմանի գլխին սարքեն, փոխանակ դուք դրանով զբաղվեք, որ այդ հարցը բարձեք, այդ լրփի տղեկին վերցեք, բերեք, Արմանի կնոջը բերեք, Արմանի երեխեքին բերեք, հասցնեք իր ընտանիքը, իրան այս ամեն ինչով զբաղվեք, դուք հələ մի բան էլ բռնում եք Արմանի գլխին գործեք շինում, հա, Արմանի գլխին գործեք, կարում Արմանի վրա, այս ինչ եք անում դուք։ Ինձի ուրեմն ձերբակալման որոշում են կայացնում, այդտեղից իմ մեքենայով, ասում եմ, ես իմ մեքենայով կգամ, գնում ենք ուրեմն բան, ինչ են ասում, աջափնյակի ոստիկանություն, 2 ժամ աջափնյակի ոստիկանությունում ինձ պահում են, 2 ժամ հետո կանդալները թևերից գցած ձեռնաշղթաները տանում են ուրեմն քննչական կոմիտե աջափնյակի եւ Դավթաշեն վարչական շրջանների, այնտեղ քննչական գործողություններ են անում, քննիչը ասում եմ, ես ինչ գործ է, այսինչ շինց ու գործ է, ինչ հայոյանք, ես ունեմ հայոյ, հələ մա դրեք եթերը ես եւ դուք նայենք։ Սարքում եք դուք իմ գլխին։
ու ինձ ասում են բանա, ասում եմ ես չեմ հարցաքննվում, ես հրաժարվում եմ հարցաքննվելուց, որովհետև ես մեղավոր չեմ, որովհետև այս մեղադրանքը իմ հետ կապ չունի, խուլիգանության մեղադրանք եք վրես դրել։ Yani ես խուլիգանություն եմ արել, երթևեկության կարգ, մարդ, չգիտեմ, հանրության անդոր, ես ինչ։ Օրը ցերեկով մի օքի ձևի մար մարդ չի եղել, ասում եմ դատարանի շենքն է եղել, մեկ էլ մենակով ես եմ կանգնած եղել։ Կողը կուշտս ոչ մեկ չի եղել։ Այդ րոպեին մի մոմենտ այնտեղ եթերից է որ նայեք, կտենակ, ասում եմ պարոն Մանգասյան, մի հատ մի գնացեք ու եթերը մտե, այս ամենը իրար զրուցենք կգնաք։ Հանրային պաշտպանն այդ րոպեին դատարանի բանից դուրը բացում դուրս գալի գնում է դեպի իր մեքենայի մոտ։ Ուրիշ որևիցե մեկի մոտ չի եղել, դատարանի շենքի դիմացից Աջափնյակի միջև շոշը 100 մետր հեռավորություն է, երթևեկությունը вообще կապ չունի, զաթի սեռական բնույթի հայունյանք չեմ տվել, որևիցե մեկին ուղղորդված չի եղել, այ քեզի բան։ Ու ինձ այնտեղ 2 ժամ պահելուց հետո, արդեն ժամը 10-ին, 22:00-ին, գիշերը, ինձ ստանում են կենտրոնի դատարան, արագ, սենց հապճեպ, օպերատիվ, ես այդտեղ հրաժարվում եմ այդ սպեկտր տեսակի տեսանակող սարքի, մի քիչ այդտեղ բանավեճ ենք ունենում, ասում եմ, եթե ես ցուցմունք չեմ տալիս, հրաժարվում ցուցմունք տալուց, այդ կամերան հիմա միացնում եք ինչի համար։ Երևույթ արդեն դուրս է գալի, որ ես ցուցմունք եմ տալի, բայց ցուցմունք չեմ տալի։ Ասում եմ, դե լավ, վերջում տեսա որ չի լինում, ասի դե կամերան միացրեք, ես կամերայի առաջ ասեմ, որ դուք իմ կամքին հակառակ այդ կամերան միացնում եք։ Միացրեք, խնդիր չկա։ Միացեցին, ես կամերայի առաջ ասացի, որ ես որևիցե մի ցուցմունք տալուց հրաժարվում եմ, որևիցե միտեղ ստորագրելուց հրաժարվում եմ, ինձ մեղսագրվող մեղադրանքից ուրեմն հետ համաձայն չեմ, հրաժարվում եմ, ես ոչ մի սեռական բնույթի հայրանք չեմ տվել, ես մեղավորություն չունեմ։ Ու կապ չունեմ ու չեմ էլ հասկանում, թե ինչի համար եմ հիմա ինձ ստեղ ձերբակալել բերես տեղ։ Ու ինձ իմ ազատությունից զրկել արդեն 4 ժամ, 2 ժամ պահել են Աջափնյակի ոստիկանությունում, 2 ժամ էլ բանը քննչական կոմիտեում։ Այդտեղից հետո ժամը 10-ին ինձ ստանում են ուրեմն կենտրոնի դատարան, իմանալով լավ, որ բոլոր դատարանները Հայաստանի Հանրապետությունում մինչև ժամը 20:00-ն են մուտք անում կալանքի միջնորդություն, պատկերացրեք կալանավորելու միջնորդությամբ։ Այդ կալանավորելը, որ մարդուն կալանավորում են, դա ամենախիստ պատիժն է։ Կալանավորելու միջնորդությամբ ինձ ստանում են ուրեմն կենտրոնի դատարան։ Կենտրոնի իմանալով, որ 22:00-ին արդեն մուտք չի արվում, այսինքն դա շոու արվում։ Սա ստանում են, էլի պատկերացրի, գնում են կենտրոնի դատարանը մի խոսքով դե պարզ է, մուտք չենք անում, ասում եմ, միացեն սթից մտնում են ներս դուրս են գալի, հետո դից ինձ տանում են կեպեզե, ստե Երևանու կեպեզե, ձերբակալվածների պահպանման վայր։ 3 ժամ ավտոյի մեջ կանդալները թևերես նստած ես սպասում եմ, որ կեպեզեն պետք է ինձ ընդունի։ 3 ժամ։ Ուրեմն 3 ժամ ավտոյի մեջ նստել սպասելուց, ուրեմն ինչ է լինում։ Ինձ կեպեզեն ընդունում է, 13-րդ խուցը ինձ տեղավորում են ձերբակալվածների պահպանման վայրում։ Ես մինչև առավոտ մնում եմ ուրեմն 13-րդ խցում, առավոտյան ժամացուց մամացուց սաղ հանձնում ես իրանց, կոշիկից շնորհուկներից բռնցրած սաղ հանձնում ես իրանց։ Ղայշ, գոտի, ինչ կա չկա, զաժիգալ կա, մի խոսքով, ժամացուց բան չկար մոտես, ժամը առավոտ 7-ին է, թե 8-ին է, չեմ տենց կոնկրետ, կամ 7-ին կամ 8-ին մի խոսքով, ժամը 8-ին ինձ գալիս են, ասում են Արման, վեր կաց, գնում ենք, ուրեմն տեղից ինձ բերում են նորից Ռասիայի մոտի դատարանը, կենտրոնի դատարանի այնպես պատվալային հարգա, այդ պատվալային հարգում խցեր են, 9 հատ խուց է, այդ 9 խոցից 7-րդ խուցն են ինձ տեղավորում, այդ 7-րդ խցում էլ 3.5 ժամ մնում եմ այդ 7-րդ խցում, նոր ասում են դատական նիստը կսկսվի 11:30, Էսի ամսի 7-ին, ամսի 6-ից, ամսի 7-ը, ամսի 7-ին 11-ից պատկերացեք, չէ, մի օր մի քանի ժամերի մեջ, ինչ արագ սենց գիրք են գրում, մի դափոն դաստագործ են կարել։ Բայց ես 9 ամիս անձի ճղում եմ, էլ հակակոռուպցիոն կոմիտե, էլ բարձրագույն դատական խորհուրդ, տեղյակ եք, սիրելի ժողովուրդ, էլ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ եմ հանդիպում անձամբ, սրա մասին ասում ընտրություններից առաջ, էլ ազգային անվտանգության ծառայություն, էլ Երևան քաղաքի վարչություն, էլ օդանավակայանի ոստիկանություն, էլ օդանավակայանի քննչական կոմիտե, էլ միգրացիոն բաժին Օվիրի պետին եմ դիմում գրում, էլ ուրեմն Երևանու քննչական կոմիտե, էլ թրաֆիկինգի բաժին, նախկին 6-րդ վարչություն, որի մի արաբկիրի բաժինը տվե վարույթ չի նախաձեռնել, էլ գլխավոր դատախազ, աշխարհին 9 ամիս է, դիմում եմ, գոռում, գոչում ինձ ճղում եմ,
Ոչ մի բան իրար չեն գալի տեղից։ Բայց հələ նայեք, մի վարքյանում, հələ նայեք, ինչ արագ եկա մի դափոն գործ են շինծու, ապորինի, ուրեմն վրովս կարե, գրե, ջնջե, հələ նայեք։ Ու ինձ արագ հապճապ ուզում էին ձերբաբան անեին, կալանավորեին։ Ու դե 3.5 ժամ պահելուց հետո ժամը 11:30 գնում ենք դատական նիստերի դահլիճ։ Գնում ենք դատական նիստերի դահլիճ, ես արդեն ընդ քննչական կոմիտեում դրա գիշերը, որ ինձ քննչական էին տալի, հրաժարվել եմ ամեն ինչից, անգամ հանրային պաշտպանի ծառայություններից։ Մեկ էլ տենամ մի հատ հանրային պաշտպան եմ բերել նստեցրել կողքս։ Այս հանրային պաշտպանից ասում, դուք ես հանգիստ բայ ասում, դուք ես մի քիչ հանգիստ բայ ասում, բայց ես ինձ ասում հանգիստ եմ պահում, ես ինձ անհանգիստ եմ պահում։ Չի ասում, դե չբորբոքվես, էլի ասում մի բան ասես, բան ասես։ Էդ էլ իրաց կողմից շինծու բերած էր, էլի, նախորոք, էլի, որ այտենց ես ասեի, հա ուզում եմ հանրային պաշտպան, ուզում ես հանրային պաշտպան ընդեից ասում քննիչ, ուզում ես չէ չեմ ուզում։ Հրաժարվեցի հանրային պաշտպանի ծառայությունից նորից դատարանում, չհասկացա թե խի էին բերել դատարան, եթե ես ընդ հրաժարվել եմ, դու ինչ ես բերել գործին ներգրավել։ Այդ հարցը դատավորն էլ տվեց քննիչին։ Դա քննիչն էլ տենց բան արեց, էլի, պուդրապամադա մասկիրովկա էլած պատասխանեց, էլի, այդ հարցին։ Դե ոնց պատասխանեց, չեմ հիշում, ոնց պատասխանեց, ձայնագրությունը կա, որ դե մենք զանգել էինք, այդ վաղտ իրեն հարմար չէր եղել, ինչ որ այնտեղ քննչականում զանգել են, հարմար չէր, զբաղված են, հիմա ենք ներգրավել, թե ինչ, ինչ որ մի բան պատասխանեց, չեմ հիշում կոնկրետ։ Մի խոսքով ես հրաժարվեցի, հանրային պաշտպանը վեր կացավ դատական նիստերի դահլիճից գնաց։ Հա, դատի ժամանակ ես անկեղծ եմ ասում, շատ գոհ շնորհակալ եմ, անկեղծ, դատավոր Սաթենիկ ուրեմն Անդրեասյանից։ Եթե մենք Հայաստանի Հանրապետությունում Սաթենիկ Անդրեասյանի նման անաչառ արդարության ջատագող դատավորներ ունենանք, անկեղծ լրիվ արդարության կողմնակից։ Այ հիմա ես չեմ կարող, լավին լավ եմ ասում, վատին վատ եմ ասում, սիրելի ժողովուրդ, դուք ինձ գիտեք։ Ուրեմն հարց տվեց, ասես բա դեպքը եղել է ամսի 30-ն եք ասում, բայց իտոգում ամսի 29-ն է եղել։ Բա ինչի՞ չեք այդ ժամանակ բանա ձերբակալման որոշում կայացրել։ 6 օր հետո եք ձերբակալման որոշում կայացրել։ Այդտեղ էլ մի բան տենց այդ քննչական լազեկեքից օգտվելով մի ձևի պատասխանեց։ Մի խոսքով, հիմա այդ ամեն ինչից հետո ես դատավորին ասացի, ինչից հետո ինչ եղել է, դատավորն է տեսավ, որ էսի ինչ մարդուն ինչի համար ձերբակալ, ինչի համար ենք կալանավորման միջնորդություն տվել, հիմա կարդում եմ։ Քաղվածքից բանը, քաղվածք որոշումից։ Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին։ 07 օգոստոսի 2026 թվական Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան նախագահությամբ դատավոր Սաթենիկ Անդրեասյանի, քարտուղարությամբ Ս. Մարգարյանի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Արթուր Պապոյանի, մեղադրյալ Արման Գալստյանի։ Մեղա քեզ Աստծո, Տեր Աստված, մեղադրյալ։ Դռնփակ, հա, պրիտոմ դռնփակ, դռնբացել դատական նիշի դռնփակ դատական նիստում քննության առնելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Արթուր Պապոյանի միջնորդությունը թիվ 10 80 72 26 քրեական բարույթով մեղադրյալ Արման Ալբերտի Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշեց Արման Ալբերտի Գալստյանի ձերբակալումը ճանաչել իրավաչափ, էսի չեմ հասկանում թե ինչու, բայց իրավաչափ ճանաչել է դատարանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Արթուր Պապոյանի միջնորդությունը թիվ 10 80 72 26 քրեական բարույթով մեղադրյալ Արման Ալբերտի Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին մերժել։ Այսինքն դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը, որ բերել էր, որ ինձ կալանավորեին, տանեին բան, կամ Սովետաշեն կլոր, կամ բան, Չոբանքյարայի Բերդ։ Մերժեց եւ մեղադրյալ Արման Ալբերտի Գալստյանին անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճում։
Որոշումը մերժեց եւ ազատ արձակեցին դատականիստերի դահլիճից։ Նոր դե իմ վեշերը ժամացույցա, մատանիա, ինչա, սաղ տվեցին, հա, որ այնտեղ տակտե գրում է, դե որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարանը այն ստանալու օրվանից հետո 10-օրյա ժամկետում։ Դատավոր Սաթենիկ Անդրեասյան։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան։ Տիկին դատավոր ձեզանից անաչառ եւ արդար, ուրեմն դատաքննություն անելու, դատալսում իրականացնելու եւ դատավճիռ կայացնելու կապակցությամբ։ Իմ խորին շնորհակալությունս ձեզ։ Այսքանը սիրելի ժողովուրդ։ Հիմա ես ուզում եմ իմ խոսքս ուղղել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ուրեմն նախագահ Արթուր Շահենի Պողոսյանին։ Ամենայն հարգանքով ձեր անձի անհատականության վերաբերյալ, պարոն Պողոսյան, խնդրում եմ ձեզ, մի հատ այս գործին անպայման ուշադրություն դարձրեք եւ տվյալ քննիչի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննիչ Արթուր Պապոյանի կատարած որոշմանը խնդրում եմ ուշադրություն դարձրեք եւ այս շինծու քրեական հետապնդումը դադարեցրեք իմ նկատմամբ։ Ասեք թող դադարեցնեն։ Ես այս քրեական հետապնդման, այս կարած գործի հետ կապ առհասարակ չունեմ։ Ախր ես չի որ ձեզ ասեմ որ կապ չունեմ։ Պարոն Պողոսյան, հələ ասենք մի հատ նայեք էլի։ Ասենք այսպես մի հատ քրեական գործ է կարվել իմ վրա, այսպես գիրք։ Մոտորապես այս հաստության։ Հələ նայեք ինչ հաստության գիրք է կարվել։ Տենում եք։ Մի օրվա մեջ, մի քանի ժամվա մեջ։ Հիմա ինձ այդ օրը որ դատարանի դահլիճից դուրս եկանք, ասում են գնանք քննչական կոմիտե, ասում է քննիչը։ Այնտեղ բան կա, գործողություն կա անելու։ Ասի ես չեմ գալի, չեմ կարա գամ, հիմա պետք է գնամ մի խոսքով տուն, պետք է լողանամ, պատրաստվեմ, ես ինձի 18 ժամ ապօրին շինծու ազատությունից զրկել եք։ Դուք ժամ կասեք, ես այդ ժամին կգամ, բա վաղ արի շաբաթօրով։ Ես պայմանավորել եմ ժամ 12-ին գնամ, բայց անհապաղ մի հատ գործ եղավ, չկարողացա գնամ։ Ասեցի ծանուցեք, բա արի, դու արի մի հատ գործողություն ենք անելու։ Հիմա խոսել եմ, որ երկուշաբթի է, վաղը լույսը բացվի, պետք է գնամ ժամը 12-ի կողմերը։ Ուրեմն ես ձեզ խնդրում եմ, պարոն Պողոսյան, այս ամեն ինչին մի հատ ուշադրություն դարձրեք, սա արդեն խայտառակության վերջն է։ Ես հարգում եմ քննչական կոմիտեին եւ բոլոր քննիչներին։ Ես հարգում եմ դատախազությունը եւ բոլոր դատախազներին։ Ես առհասարակ հարգում եմ օրենքը եւ յուրաքանչյուր ուսադիր կրող, ուրեմն իմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ծառայակցի այս պարագայում։ Խնդրում եմ, այս շոուն մի հատ հասկացեք, այս ովա կազմակերպիչը, այս ովա սրա պատվիրատուն, այսում կամարտահայտության հետևանքով այս ամեն ինչը տեղի ունենում, իմ ընտանիքին սենց դրել են կտանքներ են ինձ ենթարկում ու իմ ընտանիքին, իմ անկասակ երեխեքին։ Պարոն Փաշինյան, խնդրում եմ ձեզ, անպայման այս հարցը անհապաղ ձեր ուշադրությունն եմ հրավիրում եւ խնդրում եմ ձեզ այս կլոունադան, այս շոուն մի հատ հասկացեք ինչա իմ հետ կատարվում ու իմ ընտանիքի, իմ երեխաների հետ միասին։ Այն որ ես ձեր հետ հանդիպեցի, ասիկ Արման ջան, սա ընտանեկան վեճ է, եղբայր ջան, սա ընտանեկան վեճ չի, պարոն Փաշինյան։ Սա արդեն խայտառակության վերջին ճիշտն է։ Ես նայեք ձեր հետ անձամբ հանդիպելու հնարավորությունը սենց չենք կարող ամեն րոպե հանդիպենք ես ձեզ այս մասին ավելի սենց մանրակրկիտ պատմեմ ու ասեմ ու եթերից ես այս 9 ամսվա ընթացքում փակագծերը ճակերտները չեմ բացել թե ինչից հետո ինչ ա եղել, խի ա եղել, ոնց ա եղել չնայած քննչական կոմիտեն երևում ու շատ լավ գիտի ինչա տեղի ունեցել եւ իմանալով հետ հանդերձ որույցը մի գործողություն չի անում այդ ուղղությամբ մի հատ խնդրում եմ հասկացեք, սա ում գործն է, սա ում ձեռի տակի գործն է։ Ես գիտեմ ում ձեռի տակի գործն է։ Եթե կարիք կա, ինձ հրավիրեք, ես ամեն ինչի մասին ծայրից ծայր կպատմեմ։ Ամենասկզբի օրվանից, ժամից, տարիներ առաջվանից ու առհասարակ ով, երբ, խի, ոնց, որից հետո։ Ուրեմն սրանք կարծում են, որ այսենց իրանց սվյազներով այս քննիչին զանգելով են նրան ասելով են մեկի մորքուրի տղենա մեկի աղբերն է այսպես ճռիկ տալով ուզում են ինձ մոլորցնեն բժշկցնեն ու ասենց ուզում են իմ գլխին սարկածնեն ես ուրեմն ձեզ եմ դիմում
Պարոն Պողոսյան, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, ես ձեզ եմ դինում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյան, ամենայն հարգանքով, խնդրում եմ, այս իրավիճակը հասկանալով մի հատ հասկացեք ինչա կատարվում։ Բառից բուն իմաստով այս արդեն խայտարակության վերջին ճիճն է։ 9 ամիս դուք նայեք ինչ են անում իմ հետ։ Ու ես սենց ադեկվատ, հավասարակշռված, զուսպ, հետևողական սենց հետևում եմ, հլը տենամ ես ինչ պետք է լինի լավ։ Ինչա, ում ուզածն է ինչ։ Նորից եմ ասում, որևիցե մեկը չի կարալու պլստա։ Արա, եթե մտածում ես, ես ետ լրպի տղուն եմ ասում, այն լրպի տղուն, որը որ իմ ընտանիքի գլխին այսքանը շինել է, իմ երեխեքին սենց ընձնից ғարիբ է թողը, իմ հետ այս 9 ամիսը սենց ինձի դժողքի մեջով անցկացնում, լրպի տղա, դու չես պլստալու, արա, քեզ աջակցող քո ընկերները, քո շրջապատը, համակարգում աշխատող, չգիտեմ քննչական կոմիտեում աշխատող, ազգային անվտանգությունում աշխատող, արա չեք կարալու ոչ մեկդ ոչ մի բան անեք։ Դուք ոտից գլուխ քաքի մեջ եք, արա, քաքի մեջ, 2 ոտով, 2 ձեռով դուք քաքի մեջ եք։ Դուք ձեր գլխից մեծ անենց քաք եք կերե, արա, որ ուզում եք սենց ինչ-որ մի ձևով իմ գլխին սարքած ընեք, արա։ Արա այ անաղուած քրդիշներ, արա այ սրբապիղծներ, արա դուք սրբապիղծ եք, արա պիղծ, պղծից ծմբասներ եք դուք, արա դուք ընկել եք մարդկային կյանքերի հետ եք խաղում։ Դու, արա, դու, որ հլը քո անունը չեմ տվե, այս 9 ամիսա քո անունը չեմ տվե, այ լրպի տղա, ասում եմ, արա, դու քաքի մեջ ես ոտից գլուխ, ու քո հետ էլ միասին լիքը մարդկանց քաքի մեջ ես գցել, որ քո համար այսենց վիզ են դնում, արա, այսենց քո համար վիզ են դնում, էլ քննչական կոմիտեում, էլ ստել, ընդել, ոստիկանությունում, էլ դատախազությունում, էլ մի հատ ուզում ես տենաց, որ դադավորի վրա կարաս հելնես, որ դադավորին զանգես, որին ինչ ասես, բջի վաստակ ես դու, արա, չի դառնալու, այ տղա, այսի քո բառն այդ չի դառնալու, քո բառով եմ ասում, պորնիկի տղա, չի դառնալու քո մոտ, ասում եմ, մամայիդ հետույքով, ոռով, որ մեկ բոմբ գցես, իմ ընտանիքը դու չես կարա քանդես, այ պիղծ, այ խլնքոտ տերյապկա, դու չես կարալու, չի ստացվելու քո մոտ։ Եթե տենց մարդկանց ընտանիքները քայքայել ես, քանդել ես, բաժանել ես տվել իրարից, մարդկանց կանանիքին տարե օգտագործել ես, իրանց անուններով վարկեր ես վերցրե, քաքեր ես կերե, այ պորնիկից ցրթված։ Ու դու տենց կուլիսային մնացել ես ջոկերի ղայդա, այսենց բժշկել ես, ինձ չես կարա, չի ստացվի։ Լսում ես, պորնիկից ցրթված, չի ստացվելու քո մոտ։ Դու քաքի մեջ ես, այ տղա։ Մի ժամ, մի վայրկյան շուտ ուշքի արի, զարթնի։ Այս կոստեի բանգա բութուլկեքը ոչ մի բան չեն կարելու անեն, արա։ Ինչքան ժամանակը շատ ձգես ու սենց քաքեր ուտես դու, ավելի հետույքային ու ոռի ալնելու քո համար։ Շատ, ահավոր։ Դուք ինձ ոչ կարաք հավասարակշռությունից անեք, ոչ էլ իմ ադեկվատ վիճակից։ Լսում եք ինչ եմ ասում։ Ոչ մեկ, որևիցե մեկը իմ ընտանիքը չի կարա քանդի։ Դուք 9 ամիսա իմ երեխեքին խլել եք կապի միջոցով, նենցով, տենցով, սենցով, առը ինձանից տարել եք, արա։ Իմ կնիկը 9 ամիս իմ հետ ձևիմար մի անգամ ալյո չի ասել ձեն լսեմ կապի հելնեմ հետը։ Դուք պատկերացնում եք ձեր վիճակը, արա։ Հա։ Քո վիճակը դու պատկերացնում ես այդ պորնիկից ցրտված։ Կամ ես քոզի որ ես ազգային անվտանգության ծառայությունում ծառայող, ես լրպի տղեն էլ որ քեզի սենց ոտավորա, ես մուտիկուլի բոզի տղեն, որ գիտի ես իրան յանի չեմ ծակե։ Այ քաքի գնդիկ, ես քեզի վաղուց ծակել եմ, արա։ Ձերս պուլսի վրա է, լավ ջոգում եմ ուր դե ինչ ես անում։ Այդ որ ուր եթում եմ հետևիցս ֆռռում ես, այդ որ տենց ես էլ քու վրա հետևից եմ ֆռռում, ուրեմն իմացած էլի։ Սաղ շարժերը տանգիր գիտեմ, որ դու ուր դե ինչ, ում ես ճռռիկ տալի, ում ես բերում գցում ջեբս, ով իմ հետ ֆռռա, ով գա, ոնց իմանա, սաղ, եթե դու մտածում ես դու տես ճարպիկ ես, կամ դուք մտածում եք տենց ձեր սցենարը տարա տենց ճարպիկ լինի, արա դուք սխալվում եք։ Այ հիմարներ։
Հերու մնացեք արա իմ ընտանիքից։ Ռուզան, վեր կաց, այդ երեխեքին հավաքի, հելի արիտուն։ Հելի արիտուն աղջիկ ջան, չի լինի, չի ստացվի, ոչ մի տարբերակում, ոչ մի ձևում, չի լինի, չի ստացվելու։ Չհավատաս ոչ մեկին, ոչ մեկի հեքիաթներին, այդ պոռնիկից ցրթվածի հեքիաթներին չհավատաս, չկա ապագա չկա, ճանապարհ չունեք գնալու, քաքի մեջ եք, ոտիով, գլխով քաքի մեջ, պադու դարեք դրես սաղին, հարազատ, բարեկամ, բանը, ոստիկանության աշխատող, KGB-ի աշխատող, քննչական կոմիտեի, էս ով եք արա դուք, էսի սցենար եք դուք գծե արա, ոչ մի բանին մի հավատա, երեխեքին վերցրու այդ 7 երեխուն, դու վերկաց ու արի քո տուն, արի իմ մոտ աղջիկ ջան, երեխեքից բեր, հելի արի, դու մնացածի այդ գործ չունես, հելի խելոք հանգիստ արի սրանց սաղի հերը կանիծենք մենք, այդ լրփի տղու, այդ բոզի տղու հերը կանիծեմ ես, արա բոզի տղա, այ մուծիկուլի, դու քաքի մեջ ես, գնա այդ 3 երեխուդ գրգի, այդ կնգատ գրգի, այ տղա, ու հեռու մնա իմ ընտանիքից, այ պիղծ բոզի տղա, ինչքան ասեմ քեզի արա այ կապիկ, այ փնթի, ածականդ եմ ասում, արա այ փնթի, ձեր ընտանիքի ածականն եմ ասում, փնթի է էլ իրենց ընտանիքի ածականը, չի ստացվելու արա քո մոտ, ասում եմ նկարը դնելու եմ, ամբողջ մոլորակը քեզ ստենա ու ամբողջական պատմությունը պատմեմ, Ռուզան, էսի քո արժանապատվության համար, քո հեղինակության համար, ես միջև մի պահել եմ էսի, թե չէ այլ լրփի տղա, քո մի րոպե է, քեզի հասկանում ես, դու պրոստը չես հասկանում էլի այդքանը, խելքի արի, ուշքի արի, իսկ դուք այ բանգաբութուլք եք, այդ աջակցողներին եմ ասում, էլի, որ ես հանցագործությունը աջակցում են, ես իմ ընտանիքին տանել, թաքցնել, պահել, բան, այս կոմեն, այդ քուրա, բանա, այս կոմեն, իսկ դուք այ բանգաբութուլք եք, դուք էլ ձեր երթին եք պատասխան տալու, այս կեղտոտ, սրբապիղծ, անաստված, անմարդկային, կեղտի մեջ ներքաշվելով, դուք տականքներ եք, անմարդկային, անաստված, աստված չունեցող տականքներ եք դուք պիղծ եք սաղըտ, այ որ 9 ամիս 2025 թվականի հոկտեմբերի 28-ից, այսինքն սպորնիկի վաստակի նման, իմ գլխին սենց օին եք դրե, իմ երեխեքից ինձ զրկել եք, 2 կոպեկ գրոշ փող են շպրտել ձեր քիթ ու մրթին, այ լկտիներ, լավ կյանքի տեսլական են խոստացել, չգիտեմ ինչ սև ցավս են խոստացել, ու դուք 2 գրոշով անիծվածներ ծախվել եք, նորից եմ ասում, իմ հայրական անեծքս թափելու է սաղիտ բալեքի վրեն, սաղիտ սրբությունների վրեն, սաղիտ օջախների վրեն, դուք տականք եք, դուք ձեր ջան ու ջանդակի վրեն զգալու եք, այ կեղտեր, որ դուք իմ մանկահասակ 1.5-2 տարեկան կաթուտող երեխուն, իմ նման հորը, իմ նման ծնողին, փորձել եք վարքաբեկեք, փորձել եք շինծ ու բաներ խոսակ, սուտ բաներ խոսակ, մարդկանց ուրիշ բաներ պատմեք, ասեք, այ կեղտոտ հայկուշիկ քեզ եմ ասում, այ կեղտից ցրտված, կնոջս քրոջ մասին է խոսքը, որին չենք ճանաչում, մեր համար անծանոթ մարդեր է մեր ընտանիքի համար, որ նորից այս բանսարկու լրփի տղով չերես ծախվել ես դու, այ կեղտոտ 2 կոպեկ փողով, այ տականք, ու դու գիտես, որ դու ինչ-որ մի ձև պլստալու ես տակից, մխտարի ծնունդ ես դու, հիմա էլ 2 ամսից ավել է, երեխեքիս հետ անգամ կապի չեն հանում, դուք տականք եք, ասում եմ անմարդկային, անխիղճ տականքներ եք, Նիկոլ Փաշինյանի խոսքով եմ ասում, հաց կատակներ եք դուք, Նիկոլ Փաշինյանը մի անգամ եթերի ժամանակ ասեց, տպավորվել եմ մեջս, դուք հաց կատակներ եք, ճիշտ է ասում, ու դուք տականքներ, չեք կարող պլստակ, դուք չեք կարող կոտրեք Արման Գալստյանին, լսում եք, որ Արման Գալստյանի 2 ոտերն է վրից կտրվի, ձեռներն է վրից կդրվի, Արման Գալստյանը կանգնած կմեռնի, չոքած երբեք չի ապրի, Բոզի տղա, չի ստացվի արա քո մոտ,
Իմ կնգա գլխին տենց սարքես, իմ կնգան բաժանել տաս ընձանից, իմ տունը ուզենաս քանդես, պորնիկից ցրթված։ Եղավ, չի ստացվի։ 2 ոտով 2 ձեռով ասում քաքի մեջ ես դու, ու քո հետի հետ մնացածն հետը միասին։ Դու լրփի տղա ես։ Քո նման լրփի տղա մոլորակի վրան մեկը ծնած չկա։ Չի ստացվելու։ Այսօրվա համար այսքանը, սիրելի ժողովուրդ։ Ես հուսով եմ, որ վաղը լույսը բացվի, երկուշաբթի է։ Ես կայցելեմ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, անպայման այս դավթարները կներկայացնեմ այնտեղ։ Հուսով եմ եւ նաեւ վստահ եմ, որ արդարությունը կհաղթի ու հաղթելու է։ Հուսով եմ, որ մեր պատկան մարմինները, ինչպես նաև մեր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը լսեց իմ ուղերձը, լսեց իմ եթերը, կամ կլսի, եթե չի լսել, եւ այս անարդար շինծ ու այս իմ հետ կատարվելիքի վերաբերյալ, ուրեմն ճիշտ որոշում կկայացնի եւ ճիշտ ցուցումներ կտա։ Ինչպես նաեւ պարոն Պողոսյանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ղեկավարը եւս ուրեմն արդարության կողմնակից կլինի, հուսով եմ։ Աստված օրհնի բոլորի տները, սիրելի հայ ժողովուրդ, ձեզանից շատ շնորհակալ եմ, շատ զգացված եմ։ Նորից եմ ասում, ինձ ուժ տալու համար, ինձ ամեն օր զանգելու, նամակներ գրելու, ինձանով ու իմ ընտանիքով մտահոգվելու, իմ երեխաներով մտահոգվելու համար, ինձ աջակցելու համար։ Ես ձեր սաղի կյանքին մեռնեմ, ես ձեր ցավը տանեմ, ես ձեզնով ուժեղեմ ու մենք հաղթելու ենք ու արդարությունը հաղթելու է։ Ես էլ ձեր խոնարհ ծառան եմ 24 ժամ, տարին 365-ից 66 օր իմ հայազգի համար, իմ աշխարհասփյուր հայազգի համար, իմ երկրի, իմ պետության համար։ Ես ձեզ բոլորիդ շատ սիրում եմ, շատ հարգում եմ։ Ես ձեր սաղի ցավը տանեմ։ Բարի գիշեր եմ մաղթում ձեզ, ամենայն բարիք։ Մի շնորհ հանդիպում, լավ մնացեք։